Սրտխփոցների ժամանակ, երբ տեղի ունենում, այսինքն հաճախակի սրտի պուլսը շատանում է, սրտի աշխատանքը ավելի հաճախակի դառնում, կամ պացիենտը ավելի զգայուն է դառնում սրտի կսկումների նկատմամբ, զգում է, այսպիսի խնդիրները այսօր ճնշվում են այնպիսի պրեպարատներով, որոնք առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ և շատ անտրամաբանական է, երբ պացիենտը մասնագետին դիմում է հաճախակի սրտխփոցներով և հենց այնպիսի պրեպարատներ են նշանակում, որոնք հենց ճնշում են սրտի աշխատանքը, այսինքն թուլացնում են սրտի աշխատանքը արհեստական կերպով և ճնշելով սրտխփոցները պացիենտը դադարում է զգալ և ավելի հաճախականությունը կրճատվում է որոշ ժամանակ, այսինքն կարող է տևել 1 ժամ, 5 ժամ, 1 օր։ Նույնպիսի վնասակար ազդեցություն են ունենում նաև ճնշումը իջեցնող պրեպարատները, ես փորձով շատ դեպքերում և սրտխփոցները ճնշող պրեպարատները և ճնշումը իջեցնող պրեպարատներից շատերը պարզապես սրտի աշխատանքն են թուլացնում և որոշ դեպքում շատ վնասակար ազդեցություն են ունենում անոթների վրա և դա կարող է հանգեցնել սրտի նոր հիվանդության, նույնիսկ ընդհուպ մինչև անբավարարության, սրտամկանի, այսինքն երբ սնուցում չի ստանում։ Եվ մասնագետը, եթե սրտխփոցը դիտարկում է միայն սրտի ախտանիշ, դա ցույց է տալիս, որ մասնագետը կամ իր ֆունկցիաները չի կատարում, այսինքն գործառույթները իր չգիտի, կամ օրգանիզմը պացիենտի, ընդհանրապես մարդու օրգանիզմը չի ճանաչում։ Սրտխփոցները հաճախակի կարող են լինել և վահանաձև գեղձի հետ կապված, և լյարդի հիվանդությունների դեպքում, և ստամոքսի հիվանդությունների դեպքում, և մակերիկաների հիվանդությունների դեպքում, և երիկամների հիվանդությունների դեպքում, և նաև սրտամկանը սնուցող անոթների հետ կապված խնդիրների դեպքում։ Որոշ դեպքերում աորտայի հիվանդությունների դեպքում երբ աորտան բարձրացած է կամ իր ֆունկցիաները չի կատարում լիարժեք և այդպես շարունակ։ Այստեղ ուղղակի մասնագետը, եթե նույնպես և պացիենտը, եթե սրտխփոցները արագ է շատ կան, օրինակ ինքնաբուժողների շրջանում, իրենց հասցրել են արդեն այնպիսի հիվանդությունների դրան առաջ կանգնեցել, որը նույնիսկ բնական, եթե սրտխփոցը թողեր, այդպիսի հիվանդությունների առաջ չէր կանգնի։ Այսինքն իր խելքին հետևելով, որ կամ իր զգայարանը և սրտխփոցը կա հաճախակի, ուրեմն պետք է պրեպարատ խմի, որը ճնշում է այդ ախտանիշը, հասցրել է նոր հիվանդության։ Այստեղ պետք է բուժող բժիշկը ճիշտ, այսինքն և ախտորոշումը պետք է սրտխփոցի ճիշտ լինի և ճիշտ տեսնի այդ խնդրի ընդհանուր պատկերը, այսինքն ուտելուց հետո է սրտխփոցը, եթե ուտելուց հետո էր, կարող է լինի և բռներակի հիվանդություն, և երակային հիվանդություն, և լյարդի հիվանդություն, ընդհուպ մինչև ստամոքսի, եթե ուտելուց հետո։ Եթե գիշերն է, կարող է լինել և վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունների դեպքում, և ներքին օրգանների վերականգնման հետ խնդիրներ կարող են լինել, և կարող է լինել արյան կանգ որևէ օրգանում, թոքերում, և նաև կարող է սրտի հետ կապված խնդիրներ։ Եթե նյարդային տատանումների դեպքում, այսինքն սրտխփոցներ կարող են լինել նույնպես երիկամների հիվանդությունից և մակերիկաների, այդ դեպքում լինում է թաքնված հիվանդություն, այսինքն երիկամները պացիենտը չի զգում, շատ է եղել, նույնիսկ երեխաների շրջանում, որ իր սրտխփոցը կապված է եղել հենց երիկամների հետ, չնայած որ երիկամի հիվանդություն ինքը չի զգացել, այսինքն ցավ չի եղել գոտկատեղի կամ աճուկների, դա ցույց է տալիս, որ հիվանդությունը ավելի բարդ ստադիայում է և ավելի խրոնիկ է, հնարավոր է այդ երեխան ի ծնե է դա ունեցել, այսինքն կամ ծնողներից է ժառանգել, կամ
լինում են դեպքեր, երբ վակցինացիայից հետո լինում, պատվաստումից հետո, եւ այդպես շարունակ, շատ երեխաների մոտ կարող է թունավորում կամ ինֆեկցիա հենց ծննդատանը ստանալ, եւ այդպես շարունակ։ Հիմա այդ դեպքերում, եթե սիրտը ճնշող պրեպարատ կան, ապա այն օրգանը, որի հետևանքով սիրտը արագ է աշխատում, որպեսզի կամ սնուցում հասցնի, կամ կոմպենսացնի հիվանդությունը, որպեսզի այդ հիվանդությունը ավելի չբարձրանա, եթե ճնշեն, այդ հիվանդությունը ավելի բարձր եւ նոր հիվանդություններ կարող են առաջանալ։ Եվ շատ սարսափելի է, շատ կամ ես նույնիսկ պոլիկլինիկայում ես իմ աչքով եմ տեսել, որ պացիենտը ասում է բժիշկին սրտխփոցներ ունեմ ճնշում ու մի անգամ սրտխփոցը ճնշող թունավոր այդ պրեպարատը մշակում առանց հարցնելու երբ եղավ ոնց եղավ ինչի եղավ առանց ստուգելու պացիենտին առանց պուլսը ստուգելու առանց ստուգելու ընդհանրապես երեկային համակարգը նույնիսկ վիզուալ չի նայում նորմալ չեմ ասում որ գոնե պետք է պալպացիա անել ձեռքով պետք է պուլսը ուժեղը թույլ է արագ է լինում է պուլս լիքը, այսինքն երբ շատ է առնում, էլաստիկությունը, այսինքն այդ ոչ մի բան չի ստուգում։ Պացիենտ ասես սրտխփոցում եմ, արագ պրեպարատը գրեց ու տվեց գնա ստացի խմի։ Այդ պացիենտը 3 տարի հետո նոր հիվանդությամբ կմահանա, թե չէ, իրեն չի հետաքրքրում։ Նաև պացիենտների շրջանում իրենք իրենց մեղավորությունը ունեն, որովհետև պրեպարատը գնելով չեն կարդում, թե ինչ կողմնակի ազդեցություն կա, եւ կա պացիենտին չի հետաքրքրում, գոնե բժշկին հասնի իմ մոտ սրտխփոցն ինչից է։ Եվ շատ պացիենտներ նույնիսկ իրենք են այնպեսի այնքան տարբեր տեսակի ինֆորմացիաներ ուսումնասիրում, որ իրենք փորձում են բացատրել իրենց թե ինչից է եւ սխալ բացատրությունով հանգում են սխալ բուժման։ Այնինչ պետք է դրա համար գոյություն ունի մասնագետ բժիշկ, որին պետք է դիմել, այսինքն բժիշկը հասկանա, փորձի գտնել խնդիրը եւ նոր բացատրի պացիենտին ինչ է կատարում իր հետ։ Եվ ամեն անգամ ճնշելով այդ ախտանիշները, պացիենտը նոր հիվանդություն է իրեն մոտ առաջացնում եւ նոր խնդիր։ Եվ այսպիսի սիմպտոմատիկ մոտեցումը սրտխփոցներին, հաճախակի սրտի զարկերին, այսօր կարելի ասել համապարած նույն կերպ է, սիմպտոմատիկ ուժում ախտանիշը ճնշել եւ դրա հետևանքով բազմաթիվ նոր հիվանդություններ են առաջանում։ Հիմնականում խնդիրը պետք է գտնել, թե ինչի է սիրտը աշխատում արագ, ինչի է, այսինքն կենսական ուժ կա օրգանիզմում, որը կարող է մեխանիզմները փոխել, որպեսզի կոմպենսացնի այս կամ այն հիվանդությունը։ Նույնը վերաբերում է սրտին, իսկապես պետք է տեսնել սրտի խնդիր կա, թե չէ, այսինքն հնարավոր է, որ սիրտը շատ դեպքերում առողջ է լինում, բայց խնդիրը ուրիշ տեղ է, բայց կարող են լինել հետհոսքեր, սրտի հետ կապված, այսինքն փականները լավ չաշխատեն, դա էլ ուրիշ խնդիր է, բայց պետք է ուսումնասիրել, դա իսկապես այդ խնդիրն է, առողջ եղեք։